Ինչպես գիտեք, մենք իրականացրել ենք ռազմավարություն, սա այս շրջանում ռազմավարություններից մեկն է, քանի որ կազմակերպությունը արդարադատության ոլորտի եւ ոստիկանության ոլորտի մյուս ռազմավարությունները եւս իրականացնում է մշտադիտարկում։ Այսօր ես կներկայացնեմ 23-24 թվականների մշտադիտարկման արդյունքները եւ խոսքը կփոխանցեմ նաեւ շարունակության համար իմ գործընկերոջը։ Սկզբի համար նախ շնորհակալություն հայտնել բոլոր իրավասու մարմիններին համագործակցության, տրամադրած տեղեկատվության, անհրաժեշտության դեպքում հավելյալ պարզաբանումներ տրամադրելու համար, որովհետև բացի իհարկե մինչև վերջնականացումը զեկույցները նաև քննարկվել են իրավասու մարմինների կողմից եւ ստացել են դրանց վերաբերյալ իրենց արձագանքները, որոնք ներքին քննարկումների արդյունքում մի մասը արդեն տեղ են գտել զեկույցում։ Հիմա եթե անցնենք բովանդակային, ինչպես գիտեք, նախատեսված է 12 ոլորտ ռազմավարության շրջանակներում, այստեղ ըստ ոլորտների ներկայացված է համապատասխանաբար, թե յուրաքանչյուր ոլորտի ներքո քանի գործողություն է նախատեսված, ընդհանուր գործողությունների թիվը, որոնք 23-24 թվականներին են իրականացման ենթակա եղել, կազմում են 60-ը։ Մի քանի խոսքով նաև նշենք կոնկրետ 3 խումբ նպատակների մասին, որ մշտադիտարկումը հետևում էր։ Առաջինը դե իհարկե գնահատել ընթացքը 23-24 թվականներին գործողությունների ընթացքը, թե ինչքանով են դրանք կատարվել, ինչքանով են մասնակի կատարվել կամ եթե չեն կատարվել, որոնք են չկատարման հիմնական հանգամանքները, ինչով են դրանք պայմանավորված։ Երկրորդը բարձել կատարման ընթացքը իհարկե, բայց նաև իրականացնել ընթացակարգային գնահատումներ, ընթացակարգային գնահատումները դրանք վերաբերվում են այն քանակական ցուցիչներն են, որոնք խոսում են այս կամ այն գործողության կատարման կամ չկատարման կամ դրանց մասնակի կատարման մասին եւ ընտրանքի միջոցով առանձնացվել են որոշակի գործողություններ, որոնք ազդեցության մակարդակի գնահատման են ենթարկվել, այլ կերպ ասած որակական գնահատման։ Ես լավ սրան դեր կանդրադառնամ, գնահատման մեթոդաբանության մասին խոսեմ, ինչպես արդեն գործընկերները նշեցին, մեր մեթոդաբանությունը տարբերվում է նախարարության մեթոդաբանությունից որոշակիորեն, երկու մեթոդով ենք ամեն դեպքում գնահատել, որ ամբողջական պատկերը երևա, խոսքս ընթացակարգային գնահատման մասին է դեռևս։ Առաջինը, որ վերաբերվում է, թե ինչքանով է ռազմավարության գործողությունները կատարվել ամբողջությամբ, որովհետև եթե մենք դիտարկում ենք որպես հասարակական կազմակերպության կամ քաղաքացու դիտանկյունից, մեզ համար էական է այն վերջնական արդյունքը եւ այն ազդեցությունը, որ կունենա մեր կյանքի, մեր որակի վրա եւ օրինակ քաղաքացիներին դժվար թե հետաքրքրի, որ օրենքի նախագիծը կա եւ չի ընդունվել, իրենց ավելի շատ վերջնարդյունքն է հետաքրքիր, որ ընդունվել է օրենքի նախագիծը եւ որքանով է դա իրենց կյանքում որոշակի դրական փոփոխություններ արել։ Եվ այս տրամաբանությունից ելնելով կատարողական ամբողջական ցուցանիշն է գնահատվել։ Բայց նաև միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ շատ աշխատանքներ կատարվել են, որոնք որոշակի օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված մինչև վերջ չեն հասցվել, այսինքն ստացվում է, որ աշխատանքը արվել է, բայց օրինակ մի քայլ է մնացել, ոնց որ անջատվեց, մի քայլ է մնացել դրա ընդունումը, բայց հիմնական աշխատանքները տարվել են, այս մասով երկրորդ մեթոդի միջոցով, վարիացիոն մեթոդի միջոցով է գնահատումն արվել, որպեսզի պատկերացում կազմել, թե ընդհանրապես ռազմավարության արդյունքում ինչպիսի ցուցանիշներ են կատարողական մակարդակում գնահատվել, այսինքն ավելի ամբողջական պատկեր ապահովելու համար։ Տվյալ պարագայում հետևյալ գնահատման մեթոդն է գործել, եթե մեր գնահատման մասով ենք նայում, մինչև 30 այն գործողությունները, որոնք կատարվել են մինչև 30%, դրանք գնահատվել են չկատարված գործողություններ, 30-ից 90% կատարված գործողությունները մասնակի են համարվել եւ 91-ից 100 ամբողջական կատարված գործողություններն են։ Իսկ եթե հիմա անդրադառնանք վարիացիոնի մեթոդով մշակվածին, ապա գնահատումը հետեւյալն է. 0 միավոր ստացվել է այն գործողությունները, որոնք կատարված չեն, 0.5 միավոր մասնակի կատարված գործողությունները եւ 1 միավոր ամբողջապես կատարված գործողությունները, այստեղ կտեսնեք բանաձևը ոնց է լինում, ամբողջությամբ կատարված գործողությունների քանակը, գումարած մասնակի անգամ 1, գումարած մասնակի կատարված գործողությունների քանակ անգամ 0.5 եւ չկատարված գործողությունների քանակ, որը պատկում է 0 եւ տվյալ բaragայում բաժանվում 100-ի, որը ընդհանուր գործողությունների թիվն է։ Սա մեթոդաբանության մասով։ Հիմա
Ինչ վերաբերվում է որակական ազդեցության մակարդակում ցուցանիշների, ամբողջությամբ համաձայն եմ Տիկին Կարապետյանը այս որակական գնահատում իրականացնել իսկապես բավականին երկարաժամկետ պրոցես է իրենց ներկայացնում, բայց միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ որակական ցուցանիշներ որոշ ռազմավարությունների դեպքում հնարավոր է իրականացնել միայն ամբողջական կատարումից հետո, որովհետև կան գործողություններ, որոնք նախատեսված են իրականացնել եւ հասցնել ավարտին ռազմավարության կատարման ավարտին եւ տվյալ պարագայում սխալ մոտեցում կլիներ ընթացքում գտնվող գործողությունների որակական ազդեցությունը չափել, այդ պատճառով մշտադիտարկման խմբի կողմից երկու խումբ գործողություններ են առանձնացվել գործողությունների ուսումնասիրման արդյունքում, դրանք այն գործողություններն են, որոնք ենթադրում են, որ իրականացվել են եւ ավարտել են եւ դրան վերադարձ չկա ռազմավարության շրջանակներում, իրավական ակտ չի, որ կարող է օրինակ վերանայվել, դրանք երկու խումբներ են, ինչպես նշեցի, վերապատրաստումները եւ հանրային իրազեկման ուղղված գործողությունները, հատկապես եթե նկատի ունենանք, որ վերապատրաստումները եւ հանրային իրազեկումները մի ռազմավարության մեջ քիչ մաս չէ, որ կազմում են։ Այստեղ 3 կատեգորիա ենք առանձնացրել, իրականացված է ոչ ամբողջությամբ եւ իրականացված չէ, եւ գնահատումը իրականացվել է այն մոտեցմամբ, թե որքանով են իրականացված գործողությունները նպաստել ռազմավարական նպատակի կատարման, այսինքն այստեղ միայն խնդիրը նա չէր, որ վերապատրաստել եւ ունենալ վերապատրաստված անձիկ, այլ ինչքանվա դա ազդեցության մակարդակում ունեցել որոշակի ուրեմն տեղաշարժ։ Գնահատման մեթոդների մասով մի քանի մեթոդներ են մեր կողմից կիրառվել, առաջինը դրանք desk review հետազոտական մեթոդ ասվածն է, երբ որ ուսումնասիրվել են եւ նախարարության կողմից հրապարակված բոլոր հաշվետվությունները եւ հավելյալ ուրեմն ինտերնետային բաց աղբյուրներից ստացված համապատասխան զեկույցները եւ նաեւ իրականացվել են ֆոկուս խմբային քննարկումներ իրավասու բոլոր մարմինների մասնակցությամբ, այսպես կարող եմ ասել, մենք հրավիրել ենք քննարկումներին մասնակցել ռազմավարության կատարման համար պատասխանատու բոլոր իրավասու մարմիններին եւ կարող եմ ասել եթե 1-2 մարմին, որ զբաղվածության պատճառով չի կարողացել մասնակցել, մնացած բոլորը մասնակցել են եւ դրա շրջանակներում նաեւ տեղեկատվական առանձին հարցումներ են ուրեմն իրականացվել, նորից պիտի շնորհակալություն հայտնեմ նախարարությանը, որովհետեւ հարցումները գիտեմ բավականին ծավալուն էին, դրանց վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվեց ինչպես հաշվետվությունների տեսքով, այնպես էլ հետագայում արդեն հավելյալ տեղեկատվության շրջանակներում Վերլուծված փաստաթղթերի մասին խոսեցինք, ֆոկուս խմբայինները, ընդ որում ֆոկուս խմբային քննարկումները անցկացվել են նաև ոչ միայն իրավասու մարմինների հետ, այլ նաև առանձին փորձագետների, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Այնուհետև նշեցի, բայց եւս մեկ անգամ նշեմ, մեզ համար կարևոր է, որ այս փաստաթուղթը մեզանից յուրաքանչյուրը դիտարկի իրեն է եւ դրանից հետեւություններ անենք ինչպես լավ, այնպես էլ բարելավման ուրեմն կարիք ունեցող ուղղությունների մասով, դրա համար մեզ համար առաջնային էր նախագիծը նաեւ կիսել բոլոր իրավասու մարմինների հետ եւ ստանալ իրանց դիտարկումները այդ մասով, վստահ լինելով, որ բոլոր մարմինները նաեւ լսված են եղել մշտադիտարկման աշխատանքներում ու նորից պիտի շնորհակալություն հայտնեմ, որովհետեւ մեծ թվով մարմիններ ներկայացրել են իրենց դիտարկումները Այս մասով ուրեմն որոշ իհարկե դիտարկումներ մեզ համար մենք նույն կարծիքը չենք կիսել, դրանց վերաբերյալ փոփոխություններ չեն արվել զեկույցում, բայց հիմնական մասով արտացոլանքը կա զեկույցի շրջանակներում։ Հիմա այստեղ դուք կարող եք տեսնել ոլորտներով գնահատված գործողությունների թիվը եւ կատարողական ցուցանիշները, այս կատարողական ցուցանիշները ամբողջական կատարված գործողությունների մասով են, այսինքն ոլորտ 2-ում ենթադրվում է, որ որևէ գործողություն ամբողջապես չի կատարվել, ունեն մասնակի կամ կատարված չի կարգավիճակ, դրա համար է 0 օրինակ 0 ստացել, իսկ ոլորտ 2-ում, որտեղ 11 գործողություն կա, այստեղ 36% կա ամբողջական գնահատում ունենք ոլորտ 11-ը, որտեղ 100% ուրեմն գնահատում է դրվել, նախատեսված էր 1 գործողություն եւ դա ամբողջությամբ կատարված էր եղել։
Կողքը գնահատված գործողությունների թիվը կտեսնեք կատարողական ցուցանիշը, որ վերաբերում է որակականին, ես այստեղ մի քանի բառով կուզեմ նշեմ, դուք ձեր խոսքում նշեցիք ինչը մենք իսկապես կիսում ենք, մեզ համար վերապատրաստումները հատկապես մոտ 16 գործողություն միայն վերապատրաստումներն էր նվիրված ռազմավարության շրջանակներում, շատ կարևոր է, որ դրանք ոչ թե ուղղակի իրականացվեն, այլ հասկանալ, թե ինչքանով է նպատակին ծառայել, այսինքն ինչքանով է տեղի ունեցել գիտելիքի աճ, ինչքանով է տեղի ունեցել հմտությունների աճ, որոշ գործողությունների դեպքում ռազմավարության շրջանակներում որպես ուղղակի արդյունքային որակական ցուցանիշ նախատեսված էր 80% աճի ձեռքբերում վերապատրաստումների արդյունքում, բայց որպես այդպիսին օրինակ մշտադիտարկման խմբին չի տրամադրվել տվյալներ, թե քանի տոկոսով է այդ աճը տեղի ունեցել։ Որոշ գործողություններում ընդհանրապես որպես այդպիսին նախատեսված չեն որակական ցուցանիշներ, այլ ուղղակի նախատեսված են վերապատրաստումներ, բնավ չթույլատնելով վերապատրաստումների կարևորությունները, իհարկե մենք մյուս ռազմավարության շրջանակներում սա առանձին կքննարկեն գործընկերների հետ, մեր կարծիքով 16 խումբ 16 գործողություն որպես վերապատրաստում ՄԻՊ ռազմավարության շրջանակներում նախատեսելը, հատկապես չունենալով նման արդյունքային որակական ցուցանիշներ, մի փոքր արդյունավետության տեսանկյունից խնդրահարույց կարող է լինել, որովհետև հատկապես հիմա ՄԻՊ ոլորտում մենք ունենք լիքը խնդիրներ, որոնք պիտի հասցեագրենք ռազմավարության շրջանակներում, վերապատրաստումները կարող են օրինակ մաս դառնալ այն պարտադրիչ վերապատրաստումների, որ այսպես թե այնպես քաղաքացիական հանրային ծառայողներն անցնում են, այսինքն որպես այդպիսին առանձին գործողություններ նախատեսենք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, որ վերաբերում է վերապատրաստումներին։ Նույնը կուզեմ խոսել նաև հանրային իրազեկման մասին, այստեղ շատ չեմ խոսի իմ գործընկերները այս մասով կասի, բայց նախատեսված են հանրային իրազեկման արշավներ, բայց երբ որ գործողությունների կատարման մակարդակով եք տեսնում, արշավի ներկա շրջանակներում օրինակ կարող է 1 կամ 2 տեսանյութ հրապարակվել եւ դա որպես այդպիսին հանրային իրազեկման արշավի կատարողական է ներկայացվում, այստեղ մենք արդեն ունենք հակասություն գնահատման հարցում նախարարության հետ։ Սա այստեղ ընդհանուր կատարողական ցուցանիշն է, նախատեսված 60%-ից կատարվել է 24-ը, մասնակի է կատարվել 26-ը եւ չկատարված են գնահատվել 10 գործողություններ, կատարողական ամբողջական ցուցանիշը 40 է։ Ես որպես օրինակ այստեղ կարող եմ գործողություններից մեկը նշել, օրինակ նախատեսված է, որ պիտի իրականացվի միջազգային փորձի ուսումնասիրություն, նախարարությունը սա գնահատել էր մասնակի, կատարողականը, բովանդակությունը հիմնականում այն էր, որ իրավասու մարմնի ներկայացուցիչները պիտի ուսումնասիրեին կոնկրետ խնդրի վերաբերյալ միջազգային փորձը, բայց ոչ թե փորձն է ուսումնասիրվել, այլ այդ թեմայով մասնակցել են մի քանի դասընթացներ միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Այսինքն, եթե մենք նայում ենք վերստուգիս ցուցանիշը եւ ուղղակի արդյունքը, դրանք չեն կարող դիտարկվել, մեր դիտարկմամբ արդեն դա համարվում է չկատարված գործողություն, ոչ թե մասնակի։ Այստեղ արդեն ազդեցության գնահատման մակարդակով գործողությունների թիվը 16-ն են, իրականացված է մեկը, որը վերաբերվում է վերապատրաստմանը եւ որը վերաբերվում է արտադրության նախարարի կողմից ընդունված հրամանին, քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայության ծառայողների վերապատրաստումներին, սա միակ ոլորտ ու միակ վերապատրաստումն էր, որտեղ հենց հրամանի մակարդակով որոշված էր կոնկրետ թե ոնց է իրականացվելու վերապատրաստումների արդյունքային ստուգումը, սկսած թեստավորումից, ստուգարկներից, վերջացրած նաև որոշակի միավորումներ տալուց, մյուս բոլոր գործողություններում որպես այդպիսի նման գործիքակաց նախատեսված չէր, կատարողական ցուցանիշը այստեղ ընդհանուր առմամբ 6.25% է։ Հիմա անդրադառնանք վարիացիոնով գնահատման արդյունքը, որը 61.67% է կազմում, այն սկզբում ներկայացված ուրեմն մեթոդաբանության հիման վրա։ Ընդհանուր առմամբ իմ կողմից այսքանը, ես կխնդրեմ իմ գործընկերոջը Մարիաննային արդեն ըստ ոլորտների ներկայացնի, եւ մի գործողության մասին էլ ես կցանկանամ խոսել, որը օրինակ նախարարության կողմից գնահատված է կատարված, բայց մեր կողմից մասնակի եւ այստեղ
մենք մասնագիտական անհամաձայնություններ ունենք, նախատեսված էր ձերբակալված անձանց պահելու վայրերում անանուն հաղորդումների ներդրման ընթացակարգեր, իրավական հիմքեր, երբ առաջին հայացքից նայում ես գործողությունը, թվում է թե իսկապես լուրջ գործիքակազմ պիտի դրվի, որպեսզի ձերբակալված անձանց պահելու վայրերում անձիկ հնարավորություն ունենան անանուն կերպով ներկայացնեն իրենց բողոքները, դիմումները։ Սա գնահատվել է կատարված է, ու երբ ուսումնասիրում ենք կատարման մակարդակում ինչ է կոնկրետ իրականացվել, ակտում տարվել է փոփոխություն, որ հաղորդումների ներկայացումը իրականացվելու է կառավարության որոշման սահմանված կարգով, կառավարության որոշումը որպես այդպիսի կարևորագույն գործիքներ չի նախատեսում եւ հիմնական ինչ նախատեսված է, որ քրեակատարողական հիմնարկի պետի հրամանի եւ իրավական ակտի մակարդակով պիտի լուծում դրվի։ Մենք իհարկե բոլորս հասկանում ենք, հատկապես նախարարության գործընկերները, ովքեր ակտիվ աշխատում են ազդարարման համակարգի բարեփոխման վրա, սա դասական իմաստով ազդարարման համակարգին է վերաբերվում եւ նման թույլ կարգավորում նախատեսել քրեակատարողական կամ ձերբակալված անձանց պահած վայրերում անանուն հաղորդումների ներկայացման համար որևէ կերպ որակական ազդեցության մակարդակում փոփոխություն չի տրվի։ Գրված էր, որ թեժգծից կարող են օգտվել, մենք բոլորս հասկանում ենք, թեժգծից բողոք ներկայացնելու արդյունքում ընդհանրապես րոպեներ է պետք, որպեսզի նույնականացնեն այն անձին, ով իրականացրել է դիմում բողոքը, եւ բնականաբար որևէ պաշտպանողական մեխանիզմների, գաղտնիության մեխանիզմի մասին այստեղ խոսք չի կարող լինել։